Հերակա եմ իրան ճանաչում, Գեղամիքայել է ողջունում եմ, Արտուր Օսիպյանը բանտում է մի բարձ պատճառով, որ բանավեճում հաղթել է Նիկոլ Փաշինյանին, այս ամենը պետք է ասվի, որ նորմալ չի, ու եթե չասվի, եթե քաղաքացիները հաշտ լինեն դրա հետ, այս պրոցեսները շարունակվելու է, գալու են այն մարդկանց հետևից, ովքեր այսօր լուռ են, բայց վաղը կարող է բախտները փորձեն ու խոսեն։ Այս իրավիճակը շատ փտած է, նաև դրա պատճառով է, որ մենք սկսել ենք այն ինչ-որ անում ենք։ Ու այդ փտածության եթե ճեղքում չլինի, օրի ավելի վատանալու է վիճակը, ինչպես տեսնում եք։ Դա Ինչ կտանի, կհանդիսալուծի, ինչ անտանիքով ենք էլի այսօր։ Պայքարին միացող քաղաքացիներից է ամեն ինչ կախված, եթե շատ մարդիկ աջակցեն, օրինակ ես այսօր հստակ մեր շարժման մասով անելիքներ ունեի, կիսատ եմ թողել, եկել եմ աջակցեն, որովհետև այս ոչ պակաս կարևոր հարց է, եթե մարդիկ գիտակցեն ու գան միանան, կլինի են, որ մենք հոտ չենք, մենք հայերի միություն ենք, որոնք իրար հոգ են տանում, որոնք չեն հանդուրժում անարդարությունը։ Հիմա սովորական քաղաքացիների ձեռքը շատ բան չկա, չեն կարող այդքան զոռովից ազատել։ Բայց կարան այնպես ընդվզեն, որ այդ քայլը անողը, այդ ապօրինի քայլ անողը հետ քայլանի։ Իդեպ դրա օրինակներ մենք Հայաստանի պատմությունում ունեցել ենք։ Երբ որ մենք հստակ անարդարությանը ճակատով դեմ ենք տալի, լինում է այնպես, որ այդ անարդարությունը վերանում է։ Հիմա եթե կարիք լինի ընթացքից կախված, ես այնպես չի ողջ ընթացքը կմնամ Գեղամի հետ, բայց կամայական պահի էլի կգամ աջակցելու մարդկանց կոչ կանեմ ու հիմա էլ եմ կոչ անում, որ աջակցեն, որտեղ սա հստակ աննորմալ բան է։ Երբ որ հստակ աննորմալ բաներին չենք ասում աննորմալ, ավելի մեծ աննորմալ բաներ են անում, օրինակ Արցախ ասելը դառնում է չի կարելի, ինչը մենք օրինակ 6 տարի առաջ չէինք պատկերացնում։ Վաղը էլի անընդունելի բաները դարձնելու են մեր վրա նորմալ։ Սկզբից ընդունացնում են փոքր աննորմալ բանը, հետո մանից մեծացնում են։ Այդ համաշխարհային փորձ է։ Հիմա դա այդ օրինակն է, որ մենք եկանք իշխանության, դուք պետքա լռեք եւ վերջ։ Հիմա պետքա մարդիկ ասեն չէ։ Եթե մարդիկ 17%-ով են ասելու չէ, նրանց վախտը կբերի։ Ինձ է կլռացնեն ձեզ, եթե ինչ-որ սուր հարցեր իրան վաղը դուք տաք, ձեր հետն է կգա։ Եթե չէ։ Նորմալ է, որ հայ մարդու Միքայելը մյուսները աջակցեն։ Հիմա ապրի Գեղամը, որ նախաձեռնել է, լավ կլինի լիքը հայեր հասկանան, որ նորմալ չի, նաև կուսակցական գործիչներ, ինպես կիսած թողեն իրանց գործերը, գան աջակցելու։ Որովհետև եթե հանդուրժենք, մեր հետևից էլ են գալու։ Եթե հանդուրժենք, ուրեմն ընդունում ենք, որ սա նորմալ է։ Այդքան է։ Տեսեք, հացադուլը հələ որ իմացել ենք լավ է, շատ դեպքերում մարդիկ մի 10 օր հացադուլ են անում, նոր ինչ-որ մի ձև ինֆորմացիան դուրս է գալի, որ հացադուլ են անում, իսկ համակարգը ամեն գնով պետք է անի, որ չիմանա մարդիկ, լրացվի էդի, ոցկվի, չպատնվի դրա մասին, էդ է, հիմա մենք ունենք մեր միջոցները, մենք բոլորը ունենք Facebook-յան էջը, կարող են տարածել, կարող են այստեղ ես շատ որ ուզեն անանազանդության ակցիա կարանանում, պետք է չհամակերպենք, եթե մի հատ կամայական քայլի է ընդ որում, այդ կլինի երկրի կտոր հանձնելուց մինչև անձի ձերբակալում, եթե հիմնական մասը հաշտ է դրա հետ, անողները անցկացնում են։ Հիմա եթե հաշտ չլինենք, չեն անցկացնի։ Հələ որ փաստացի այնքան ենք հաշտ, որ դեռ Արտուր Օսիպյանը բանտում, այդ ինձ էլ է վերաբերում։ Եթե մենք կարողանանք այնպիսի անհաշտություն ցույց տանք, որ պահելը ավելի թանկ լինի, քան թե ազատելը, կփն տենց սարքավորում է։ Կսխմվի, կհանջատվի։ Հիմա դա մարդիկ թող նայեն, իրենց հարց տան, հաշտեն, թե չէ։ Քանի որ ակցիաները բոլորին կան, բավականին մեծ չափ է ստացել եւ քաղաքացիները հետաքրքիր հաջորդ ակցիաները որտեղ են լինելու, ինչ գնումներ են գրելու։ Ուսանք նաև որը վերջին ակցիան իրականացավ նաև Երևանի դուրս, Լոռին, դուք մասնավոր դարձական ինչպեսին է, ինչպես է
Արեք այսօրվա միջոցառումը չօգտագործեմ մեր կուսակցական քարոզի համար ես կարճ ուղղակի ասեմ, որ մոտակա ակցիան այս թեմայի հետ է կապված լինելու։ Եթե չլներ, եթե չի ասի, լավ կլինի այս գործին թողենք, թե չէ կնմանվի նրան, որ օրինակ տոն օրերին գնում են Եռաբլուր ու սկսում են քարոզ անել, էլի։ Այստեղ կոչ եմ անում մյուս եկողներին է Օսան Արտուր Օսիպյանից ու անարդարությունից, ոչ թե իրենց ուժի վեհ գաղափարներից։ Դրա համար լիքը ուրիշ միկրոֆոններ կան։ Շնորհակալ։